ԱՄՆ-ն Իրանի դեմ սկսել է տնտեսական զայրույթ գործողությունը Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Միաժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սկսում է տնտեսական զայրույթ գործողությունը, Իրանի վրա առավելագույնի հասցնելով տնտեսական ճնշումը ԱՄՆ ողջ կառավարման շրջանակներում, ասել է նախարարը։ Վերջինս նաև զգուշացրել է Թեհրանին ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությունների արշավը սրելու պատրաստակամության մասին և կոչ է արել հանրապետությանը խելամտորեն ընտրել։ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը հետախուզական առաքելություններ է իրականացրել Սև ծովի վրա։ Տվյալների համաձայն նախազգուշացնող ինքնաթիռը, որը ապահովում է բոլոր եղանակային պայմաններում հսկողություն, կործանիչների ուղղորդում և մարտական կառավարման հնարավորություններ, մեծ հեռավորությունների վրա օդային թիրախներ հայտնաբերելով թռիչք է կատարել Թուրքիայի Կոնիա օդանավակայանից, թռել է երկրի Սև ծովի ափով և Բուլղարիայի վրայով։ Այնուհետև այն մտել է Ռումինիայի տարածք և սկսել է շրջապտույտ անել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Ավելի ուշ վերադարձել է Բուլղարիայի օդային տարածք։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների անմիջական ներգրավվածությունը Ուկրաինայի շուրջ հակամարտությունում շարունակաբար աճում է։ Պեսկովի այս հայտարարությունը հնչել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակումից հետո, որտեղ նշվում էր, որ Եվրոպայի մի շարք երկրներում գործում են ուկրաինական ընկերությունների մասնաճյուղեր, զբաղված անօդաչու սարքեր և դրանց բաղադրիչների արտադրությամբ։ Ըստ ներկայացված տվյալների, նման արտադրություններ տեղակայված են առնվազն 8 եվրոպական երկրներում։ ԱՄՆ-ն իր գործընկերներին տեղեկացրել է զենքի մատակարարումների հնարավոր ուշացումների մասին, սեփական ռազմական կարիքները առաջնահերթ համարելու անհրաժեշտության պատճառով, հաղորդում է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակումը նշում է, ուշացումը կազդի մի շարք եվրոպական երկրների, այդ թվում Բալթյան երկրների և Սկանդինավիայի վրա։ Գործակալության տվյալներով զենքի մի մասը եվրոպական երկրները գնել են արտաքին ռազմական վաճառք ծրագրի շրջանակներում, բայց դեռևս չի մատակարարվել։ Թուրքիան կարևոր է համարում Ուկրաինայի հարցում դիվանագիտական նախաձեռնությունների շարունակությունը և Անկարան կաշխատի այս ուղղությամբ, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է. Թուրքիան այն երկիրն է, որին վստահում են և Մոսկվան, և Կիևը։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը այս ուղղությամբ, հավելել է Էրդողանը։ Իսրայելցի լրագրողները հաղորդում են Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին, հարվածելու եվրոպական գործընկերներին, որոնք օգնում են Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ արտադրել, հաղորդում է իսրայելական Ynet հրատարակությունը։ Ռուսական կողմի տվյալներով Հայֆայում գտնվող ընկերությունը մատակարարում է ԱԹՍ-ների համար կապի հիմնական մոդուլներ։ Ռուսաստանը պնդում է, սրանք այն բաղադրիչներն են, որոնք սնուցում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվող հեռակառավարման համակարգերը, նշվում է հրատարակության մեջ։ ԱՄՆ-ն եվրոպական շահերը դիտարկում է որպես երկրորդական միտք, մինչդեռ Եվրամիությունը մի շարք հարցերում դառնում է Թրամփի վարչակազմի հակառակորդ և ցանկանում է ՆԱՏՕ-ն դարձնել ավելի եվրոպական։ Նման տեսակետ է հայտնել ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։ Միաժամանակ Եվրամիությունը համախմբվել է Եվրոպական հանձնաժողովի շուրջ, ինչը Եվրամիությունը վերածում է Թրամփի վարչակազմի հակառակորդի մի շարք հարցերում, Գրենլանդիայից և Իրանից մինչև մաքսատուրքեր և հիմնական արժեքներ։ Մի ժամանակ համեմատաբար միասնական արևմուտքը դառնում է դուալիստական, ԱՄՆ-ն գործում է առանց հաշվի առնելու իր եվրոպացի դաշնակիցներին, մինչդեռ դաշնակիցները իրենք դեռևս մեծապես կախված լինելով ԱՄՆ-ից պատրաստ չեն օգնել նրանց Իրանում կամ հրաժարվել Գրենլանդիայից, նշել է Պուշկովը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով պարտվեց խորհրդարանական ընտրություններում, խոստովանել է, որ իր ամենամեծ ափսոսանքն այն է, որ Պաքշ 2 ատոմակայանի նախագիծը ավելի շուտ չի իրականացվել։ Նա ասել է. ատոմակայանը պետք է շատ ավելի արագ կառուցվեր։ Եթե այն կառուցվեր, Հունգարիայի տնտեսությունը այսօր շատ ավելի լավ վիճակում կլիներ, քանի որ երկիրը ավելի շատ էներգիա կունենար և այն ավելի էժան կլիներ, նշել է քաղաքական գործիչը։ Այն փաստը, որ սա տևել է այդքան երկար և մենք չենք կարողացել այն ավարտին հասցնել, ես համարում եմ կառավարության լուրջ ձախողում, հայտնել է Օրբանը։ Ամերիկյան Military Watch Magazine հրատարակության տվյալներով Ուկրաինայի հոպի արդյունավետությունը նվազում է ռուսական Iskander-M հրթիռի կիրառման պատճառով։ Ուկրաինայի հոպը գնալով թուլանում է, նշվում է հրատարակությունում։ Հաղորդվում է, Արևմուտքը փորձել է ռուսական հրթիռային համակարգերը ներկայացնել որպես շատ ավելի սակավ հզոր, քան դրանք իրականում կան։ Հոդվածի հեղինակները հավելել են, իրական աշխարհի պայմաններում ամերիկյան հոպ համակարգերը չեն կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել Իսկանդերներից։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ են հրապարակել, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։ Հրապարակվել են նաեւ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ներկրումների ցուցանիշները։ Պետական եկամուտների կոմիտեից եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26295 տոննա իսկ Ադրբեջանից 9337 տոննա վառելիք, շեշտելով, որ տարածաշրջանային գործակցության եւ խաղաղության հաստատման արդյունքներն արդեն իսկ շոշափելի են ձևավորելով նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։ Մաքսային ծառայության տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրվել է 24865 տոննա ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ձավար։ Իսկ Ադրբեջանից Հայաստան-Վրաստանի տարածքով երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբերի ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել եւ ձևակերպվել է 9337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք, ընդհանուր 7.2 միլիոն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից 5398 տոննա դիզելային վառելիք, 4.3 միլիոն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3939 տոննան բենզին, 2.9 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսային արժեքով, նշել են գերատեսչություններից։ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ազգային ժողովից։ Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, ինչպես նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Ապրիլի 16-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջադրման փաստաթղթեր չի ստացել։ Այս մասին փոխանցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ապրիլի 15-ին ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ապրիլի 13-ից 23 ազգային ժողովի հերթական ընտրությունների առաջադրման ժամկետն է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվության կատարելու, հասարակական կարգի ապահովման եւ հանցավորության դեմ պայքարի գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա ապրիլի 16-ի կապակցությամբ ոստիկանության բարեկային ծառայության պետ ոստիկանության պետ Գևորգ Խաչատուրի Զաքարյանին շնորհվել է խաղաժամկետ ոստիկանության գնդապետի կոչում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվա կապակցությամբ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, ցուցադրվել են ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության տարբերանշանները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի ներկայացուցիչների հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում այնքան լարված քննարկում է վարել, որ արդյունքում կորցրել է ձայնը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Լինսի Գրեհեմը։ Նրա խոսքով Թրամփը անձամբ է վարում բանակցությունները Իրանի հետ եւ մի քանի օր առաջ ունեցած հեռախոսազրույցը եղել է չափազանց թեժ։ Նա բարձր տոնով հայտարարել է, թե ինչ կլինի, եթե Իրանը շարունակի իր գործողությունները։ Զրույցը այնքան է սրվել, որ նա բառացիորեն կորցրել է ձայնը։ Նշել է սենատորը հավելելով, որ չէր ցանկանա լինել այն մարդկանց տեղում, ովքեր գտնվում էին մյուս կողմում։ Ըստ Պոլիտիկոյի, ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ ուրանի հարստացման հարցում։ Վաշինգտոնը առաջարկել է 20 տարվա արգելք, մինչդեռ Թեհրանը համաձայնել է միայն 5 տարվա դադարեցմանը։ Եվրամիությունը մտադիր է շարունակել հակամարտությունը Ուկրաինայում մինչև 2030 թվականը, Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստվելու համար, առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Բելգիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆրեդերիկ Վանսինյան, խոստովանելով, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։
2030 թվականը դժվարին ժամանակաշրջան կլինի Եվրոպայի համար։ Այդ ժամանակ հուսով ենք Ուկրաինայում պատերազմը կավարտվի, ասել է նա նշելով, որ մինչև 2030 թվականը Եվրամիությունը պետք է կարողանա ասել Ռուսաստանի ղեկավարությանը, որ նույնիսկ առանց ամերիկյան պաշտպանության այն չի կարող հաղթել Եվրոպայի դեմ պատերազմում։ Վերջինս հավելել է, որ չի ցանկանա չափազանց վախեցնել բնակչությանը եւ նշել է, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա այսօր, վաղը կամ մեկ ամսից։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության հաղորդմամբ Իսրայելի բանակը խախտել է հրադադարը, հրետանային կրակ բացելով Լիբանանի սահմանային Խիամ քաղաքի վրա։ Հինգշաբթի երեկոյան Իսրայելը եւ Հեզբոլլահը հաստատել են 10-օրյա հրադադարի վերաբերյալ իրենց համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը ժամը 24:00-ին։ Թշնամու հրետանին կրակ է բացել Խիամ քաղաքի վրա, չնայած երեկոյան հայտարարված հրադադարին, ինչը հրադադարի համաձայնագրի նոր խախտում է։ Գրանցվել է 5 հարկ, հայտնել է գործակալությունը։ Ոչ ոք թույլ չի տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամենուրեք վերցնել ամբողջ նավթը, հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մարտի վերջին Թրամփը հայտարարել էր, որ կցանկանա Իրանից նավթ վերցնել հետևելով Վենեսուելայի սցենարին։ Նա նաև չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն կփորձի գրավել Խարկ կղզին, Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը։ Ինչպես արտասահմանից մի տղա է ասում, մենք կգնանք եւ կվերցնենք ամբողջ նավթը, չնայած նախ եւ առաջ ով է նրան թույլ տալու վերցնել ամբողջ նավթը ամենուրեք, բայց այնուամենայնիվ նա դա է ուզում եւ այդպես էլ ասել է։ Դե նա շատ բան է ասում, նշել է Պաշտոնյան։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի արտադրության վայրերին հնարավոր հարվածների վերաբերյալ որոշումը արդեն ընդունված է։ Նա նշել է, որ հարցը վերաբերում է միայն դրա իրականացման ժամանակին։ Նրա խոսքով վերջնական որոշումը կախված է Գերագույն գլխավոր հրամանատարից եւ հարվածները կիրականացվեն այն պահին, երբ դա անհրաժեշտ կհամարվի։ Նա ընդգծել է, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որպեսզի Եվրոպայից Ուկրաինա մատակարարվի հարվածային տեխնիկա, որը հետագայում կկիրառվի Ռուսաստանի տարածքների դեմ։ Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ նման սպառնալիքները նվազեցնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել հարվածները ռազմական եւ կենսական ենթակառուցվածքների նկատմամբ։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է 2025 թվականի ամռանը Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի ավիահարվածներից մնացած միջուկային փոշին հանձնել։ Իրանը միջուկային զենք չունի եւ նրանք համաձայնել են դրան։ Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է P2 ռմբակոծիչներով մեր կողմից իրականացված հարձակումից, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Իրանական կողմը դեռևս չի հաստատել, որ զիջումների է գնացել ԱՄՆ-ի եւ Պակիստանի բանակցողների հետ հանդիպումների ժամանակ։ Ֆրանսիան չի ընդգրկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողովի մասնակիցների ցանկում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով Ելիսեյան պալատը 2 անգամ հանել է նրանց անունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի առաջարկած հրավիրյալների ցուցակից, նախընտրելով, որ հանդիպմանը մասնակցեն միայն երկրների կառավարությունների ղեկավարները։ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ արևմտյան երկրները կշարունակեն ֆինանսական աջակցություն տրամադրել Կիևին ամսական 5-ից 6 միլիարդ եվրոյի չափով, ընդգծելով, որ նման գումարները արևմուտքի համար մեծ դժվարություն չեն ներկայացնում։ Նախկին վարչապետի խոսքով արևմտյան երկրները տարբեր մեխանիզմներով կգտնեն անհրաժեշտ միջոցները, կանխելու Ուկրաինայի ֆինանսական ճգնաժամը։ Նա նաև նշել է, որ Եվրոպան շահագրգռված է պահպանել երկրի կայունությունը եւ թույլ չի տա նրա արագ ֆինանսական փլուզումը։ Միաժամանակ վերջինս հավելել է, եվրոպական երկրներում արդեն նկատվում են տարաձայնություններ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների աջակցման հարցում։ Նրա գնահատմամբ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են պատրաստ անվերապահորեն աջակցել նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Այսօր շարունակվել է ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15-ին։ Հակակոռուպցիոն դատարանի բակում էին հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ, այնտեղ էին նաև ոստիկանական մեծ ուժեր։ Դատարանի բակում իրավիճակը լարվել էր, քաշքշոց էր սկսվել քաղաքացիների եւ ոստիկանների միջև, որից հետո ոստիկանները սկսել էին քաղաքացիներին բերման ենթարկել։
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է միջնորդություն պնդելով, որ տնային կալանքը ենթակա է վերացման։ 4 միլիարդ դրամ գրավ է կիրառված Սամվել Կարապետյանի նկատմամբ մենք գրավի չափի նվազման պնդում չենք անում։ Եթե գրավի չափի ավելացման անհրաժեշտություն գտնի վարույթը իրականացնող մարմինը, մենք համաձայն ենք, ասել է Վարդևանյանը։ Դատական նիստին ելույթ է ունեցել նաև Սամվել Կարապետյանը։ Պատվարժան դատարան փաստաբան Արամ Վարդևանյանն ամեն ինչ շատ հուզիչ ու համոզիչ ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքի շուրջ։ Ուզում եմ ավելացնել, որ մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ եւ իմ ընտանիքի անդամների դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը, բայց դա չի հաջողվելու, շատ շուտով մենք ուժեղ Հայաստան ունենալու ենք, նշել է Սամվել Կարապետյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, 1-ի նկատմամբ միջնորդությունը մերժվել է ու նա ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նշենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես իշխանությունների վախի դրսևորում եւ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով թե ինչպես են ինչ-որ ձայնագրությունների հիման վրա մարդկանց պիտակավորում, ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է, որ այն ժամանակ էլ էին մարդկանց մեղավոր հռչակում դեռ դատարան չհասած, առանց ապացուցելու ու դատարանի վճռի մարդկանց թիրախավորում են եւ անունները հանրայնացնում։ Ազատ եւ արդար ընտրությունների համար ամենամեծ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց Հայաստանի ներսում, Փաշինյանի վարչակազմում, որն ամեն օր կամայական ու դաժան վերահսկողություն է սահմանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Դրա վառ ապացույցն էր 3 Ուժեղ Հայաստան կուսակցության 2 անդամների ձերբակալությունը լիովին շինծու մեղադրանքներով, կամ շաբաթներ առաջ Դավիթ Մինասյանի կալանավորումը, մի դպրոցական տղայի, որին զրկեցին անգամ ծնողների պաշտպանությունից միայն այն բանի համար, որ նա համարձակվել էր պաշտպանել այն եկեղեցին, որտեղ ներխուժել էր Փաշինյանը։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։ Ղեկավարվելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով կարգադրում է կազմակերպել 2026 թվականի ապրիլի 20-ից 26-ը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինազի գլխավորած պատվիրակության ընդունելությունը։ Հրավիրում ենք Թուրքիային միանալու մեծ խաղաղության կտակը հյուսելու գործում։ Այս մասին Ստամբուլում ընթացող միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է։ Սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեծ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ասել է Ալեն Սիմոնյանը։ Նա նաև նշել է, թե ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։ Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին, հավելել է Սիմոնյանը։ Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտնել է, որ Հայաստանից ներմուծվել են $960 վարդեր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս տարվա մարտին Նիդերլանդներից ներմուծվել են $960 վարդեր։ Հաղորդվում է, որ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների 3.3 կետի համաձայն գործընկեր երկիրն է համարվում ներմուծվող ապրանքների ծագման երկիր։ Հետևաբար այս վարդերը արտաքին առևտրի մաքսային վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, Ռուսաստանը երբեք լուրջ չի ընդունել Ուկրաինայում խաղաղության բանակցությունները։ Այսպես կոչված ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները ներկայումս կասեցված են, բայց ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը երբեք լուրջ չի ընդունել դրանք։ Ահա թե ինչու է ավելի կարևոր աջակցել Ուկրաինային, հայտարարել է Պիստորիուսը։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ որոշ երկրների կարճատես գործողությունները հանգեցրել են Ռուսաստանի բյուջեի համալրմանը Մերձավոր Արևելքում պատերազմով։ Մինչդեռ խաղաղության բանակցությունները կանգ են առել, հավելել է նախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ ներկայումս հիմնականում կենտրոնացած է Իրանի եւ ավելի քիչ Ուկրաինայի հակամարտության վրա։ Ուկրաինայի հարցը առաջ է շարժվում։ Ես կցանկանայի, որ նրան կարողանային համաձայնության գալ։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Այնտեղ որոշակի բաներ են տեղի ունենում։ Այժմ մենք ավելի շատ կենտրոնացած ենք Իրանի վրա, փորձելով պարզել, թե ինչպես եզրափակել այս հարցը, ասել է նա լրագրողներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, Իրանի բոլոր ռազմական թիրախներն ու հնարավորությունները ոչնչացվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Այնուամենայնիվ նախարարը ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կվերադառնան եւ կրկին կանեն դա։ Կասը համարում է, որ Իրանը գտնվում է պատմական խաչմերուկում։ Նրա խոսքով ճանապարհներից մեկը Թեհրանին տանում է դեպի ահաբեկչությունից եւ միջուկային զենքից հրաժարում, ԱՄՆ առաջարկած կայունության եւ վերականգնման պայմանագրով ընտրություն, իսկ մյուս ուղին դեպի անդունդ։ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը եւ Բրյուսելի հակառուսական պատժամիջոցներին հետևելը ծանր հարված կհասցնի Կովկասյան Հանրապետության զբոսաշրջության ոլորտին եւ կզրկի այն Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումներից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը հաշվի առնելով Բրյուսելի ապակառուցողական պահվածքները ծանր հարված կհասցնի Վրաստանի զբոսաշրջության ոլորտին եւ կվտանգի Վրաստանում եւ Ռուսաստանում ապրող ազգականների միջև շփումը, որոնք կկորցնեն միմյանց հետ նորմալ հանդիպումներ ունենալու հնարավորությունը։ Ավելին Վրաստանը ստիպված կլինի միանալ մեր երկրի դեմ էներգետիկ էմբարգոյին, ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանը հանրապետության նավթամթերքի եւ բնական գազի հիմնական եւ հուսալի մատակարարներից մեկն է։ Եվրամիությանը անդամակցելը նաեւ կնշանակի, որ Վրաստանը կկորցնի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումները, որոնք նրա հիմնական շուկաներն են, ասել է արտգործնախարարության խոսնակը։ Ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Սիլվիա Ցոյուի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ։ Ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։ Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացմանն ուղղված իրականացվող աշխատանքները։ Արարատ Միրզոյանը եւ Օանա Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանցել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարարներն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում հետաքրքրվածությունն ու ընձեռվող առավելությունները։ Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին, այս մասին հայտնել են ազգային ժողովից։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ։ Տարածված պաշտոնական լուսանկարներում երևում է, որ Սիմոնյանը կարճ շփում է ունեցել նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Ապրիլի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները եւ մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ Ընդդիմությունը շտապ վերադարձավ ազգային նիստերի դահլիճ, որ պարգևավճարից չզրկվի։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից հրապարակած տեսանյութում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ բացահայտվել են ընտրակաշարք տալու եւ ստանալու նոր դեպքեր, ձերբակալվել են 1 տասյակից ավել անձինք։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, թե իբր ուժեղ Հայաստան կուսակցության անդամների եւ նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշարք է բաժանվել։ Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են 1 տասնյակից ավելի անձինք։ Նշված է հաղորդագրության մեջ։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները սա որակում են որպես քաղաքական հետապնդման գործընթաց։
Պենտագոնը Կուբայի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին լրատվամիջոցների հաղորդագրությունը որակել է որպես ենթադրություն, հայտնել է Պենտագոնի խոսնակը։ Մենք չենք ենթադրելու հիպոթետիկ սցենարների մասին, հայտարարել է Պենտագոնը։ Նրանք հավելել են, գործակալությունը պլանավորում է մի շարք արտակարգ միջոցառումներ եւ պատրաստ է կատարել նախագահի հրամանները ըստ ցուցումների։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել Իրանի հարցը լուծել բացառապես բանակցությունների միջոցով։ Նրա կարծիքով դիվանագիտությունը հակամարտությունը լուծելու միակ միջոցն է։ Դուք կարող եք լուծել այս խնդիրը միայն բանակցությունների միջոցով։ Նրանք չեն հանձնվելու, մենք էլ ակնհայտորեն չենք հանձնվելու, ասել է Քերին։ Վերջինս հավելել է, պետք է տեղ լինի համաձայնության հասնելու համար, սակայն չի մանրամասնել, ինչպիսի նախաձեռնության մասին է խոսքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջույն է փոխանցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին, Ադրբեջանի խորհրդանի նախագահ Մահիբա Գաֆարովայի միջոցով։ Գաֆարովան այդ մասին հայտարարել է ելույթի ընթացքում, անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին։ Նրա խոսքով Ալիևի ուղերձը փոխանցվել է Մատվիենկոին որպես բարեկամական ժեստ, իսկ ինքը ընդգծել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պահպանել են եւ շարունակում են պահպանել ջերմ ու գործընկերային կապեր։ Կարծում եմ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները միշտ եղել են, կան եւ կլինեն առավելագույնս բարեկամական, այն որ դրանք այսօր զարգանում են միայն ուրախացնում է, նշել է Գաֆարովան։ ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում Ռուսաստանի հետ սինված հակամարտության ստադրի սցենարներ է մշակում։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը։ Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի խոշոր կազմավորումների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների մասշտաբը եւ քանակը թափ է հավաքում, նշել է դիվանագետը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում իրանական ականների հետ խաղում են մահացու խաղ, փորձելով գտնել եւ ոչնչացնել դրանք։ Նախքան դրանք կաթվածահար կանեն համաշխարհային նավթային առևտրի հիմնական ուղիներից մեկը, հաղորդում է Politico-ն։ Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնած են նոր կարևոր առաքելության առջև՝ գտնել եւ ոչնչացնել իրանական ցանկացած ծովայինական, նախքան դրանք համաշխարհային տնտեսությունը խորը քաոսի մեջ կգցեն, նշվում է զեկույցում։ Անանուն ամերիկացի պաշտոնյայի խոսքով ԱՄՆ ռազմական հետախուզությունը կարծում է, ականներից մի քանիսը արդեն տեղակայվել են, չնայած պատերազմի ընթացքում պաշարները սպառվել են։ Եղանակը առաջիկա օրերին։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում 19-ից 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կբարձրանա եւս 2-ից 4 աստիճանով, իսկ ապրիլի 17-ից 19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 8 աստիճանով։ Երևան քաղաքում եւս ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է 19-ից 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում մինչեւ 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-ից 18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12-ից +14 աստիճան։